Հարգելի հեռուստադիտողներ, սիրելի հյուրեր, Սարգիս Բուն TV եթերում նորից Բուն բանավեճն է։ Բարև ձեզ, հարգելի ունկնդիրներ, Բուն բանավեճը դա մտքերի փոխանակման բանավիճելու համար բաց հարթակ է, բայց որը ունի իր հստակ կանոնները։ Այդ կանոնները յուրաքանչյուր փուլից առաջ կներկայացնենք, իսկ մինչ այդ մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, որ իրենք նույնպես կարող են մասնակցել մեր այս բանավեճին։ Դրա համար պետք է այցելել մեր սոցիալական հարթակներ, Facebook-ում եւ Instagram-ում ծանոթանալ մեր հաջորդ շաբաթվա թեմային եւ գրել հարցերը։ Այո, այսօր մենք պատրաստվում ենք քննարկել բանակի հարցը, որը միշտ ակտուալ է եղել Հայաստանի Հանրապետության համար, բայց հատկապես ակտուալ է 2020 թվականից հետո, հայտնի իրադարձություններից, հայտնի պատերազմից հետո։ Այո, Սարգիս պետությունը վերջին շրջանում խոսում է լուրջ բարեփոխումների մասին, զենքերի գնման լուրջ աճի մասին, սպառազինության, ենթակառուցվածքների, այո, եւ արդյոք միայն ենթակառուցվածքների բարեփոխմամբ եւ զինտեխնիկայի գնմամբ հնարավոր է խոսել լուրջ այդ բարեփոխումների մասին։ Արի այսօր այդ հարցը քննարկենք, ներկայացնենք մեր հյուրերին, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Հանրային խորհրդի անդամ, ռազմական փորձագետ Վազգեն Ղազարյան, շնորհակալություն, պարոն Ղազարյան։ Այո, Արցախի նախագահի ռազմական հարցերով նախկին խորհրդական Գրիգորի Սահակյան, շնորհակալություն, պարոն Սահակյան։ Ռազմական փորձագետ Ապրի Արմենիա վերլուծական կենտրոնի ավագ խորհրդական Լեոնիդ Ներսիսյան, շնորհակալություն, պարոն Ներսիսյան։ Այո։ Եթե թույլ կտաք, պարոն Ղազարյան, առաջի հարցը ուղղենք ձեզ։ Իշխանությունները ասում են սպառազինության գնման ծավալները անգամներով աճել են, մենք տարբեր թվեր ենք լսում, ասում են սահմանամերձ գոտիներում ամրաշինական աշխատանքներ ենք կատարում, ասում են բարեփոխումների են ենթարկում բանակը, տեսնում ենք, որ ժամկետային զինծառայության այսպես ժամկետն է, հա, նվազել, եթե փորձենք հակիրճ այսպես ներկայացնել, թե ինչ է կատարվում բանակում, ինչ կարող եք ասել, բայց մինչ այդ ես հիշեցնեմ, որ այս փուլում յուրաքանչյուրը պատասխանի համար ունի 2 րոպե, այնպես որ կխնդրեմ տեղավորվել այդ 2 րոպեի ընթացքում։ Միանշանակ 2020 թվականից հետո հետևությունները արվել ամենակարևորը դիվերսիֆիկացնել բանակի զարգացման բոլոր ուղղությունները, դա ոչ միայն սպառազինման գնման մասին է, այլ ինչ ավելի կարևոր, իհարկե սպառազինության գնման վրա հսկայական գումարներ, այսինքն եթե մինչև 20 թվականը, ինչքան հիշում եմ, Հայաստանի Հանրապետություն ծախսել է մոտ 2 միլիարդ, 20 թվականից հետո մեր արդեն գնման հաստատված գումարը 4 միլիարդից ավել է, այսինքն գումարները հսկայական են։ Նաև ամրաշինական, ուղղակի դրա մասին շատ է խոսվել։ Ես կցանկանայի ավելի շատ բևեռել մեր ուշադրությունը մեր հիմնական խնդիրներից մեկի վրա, դա բանակի կրթության ու մարտական պատրաստության վրա է։ Մեր բանակը սկսել է հսկայական քանակով ուղարկել սպայերի, սերժանտների եւ նաեւ սովորական պայմանագրային զինվորականների արևմուտք կրթություն ստանալու։ Ինչպես հսկայական քանակով ինչ թվեր կարող եք նշել։ Համեմատած անցյալին, ասենք եթե անցյալում տարեկան 3 հոգի գնում էր Հունաստան սպայական այդ դասընթացության, հա, հիմա այդ քանակը հարյուրների է հասնում։ Դա շատ նույնիսկ մենք ունենք խոչընդոտ լեզվի իմացությունը, քանակը կարող ավելի շատ լիներ, լեզվի իմացությունն է խոչընդոտում։ Միևնույն ժամանակ ստանդարտների փոփոխություն է դա բերում, մարտական պատրաստության, կիրառման, բանակի ստորաբաժանումների կառավարման, այսինքն ստանդարտներն է փոխվում։ Քանի որ ակնհայտ էր, որ 20 թվականի մեր պարտության երևի ամենամեծ պատճառներից մեկը, եթե ասենք ունենք 3 պատճառ, ամենամեծ պատճառներից մեկը դա հենց մարտական պատրաստության եւ մարտի կառավարման համակարգի, ու կարելի ասել բացակայություններ, արխայիկ լինելներ ու բացակայություններ, հետևությունները արված են, փորձվում է արևմտյան այդ ստանդարտ ասածներով առաջ գնալ, դա ներմուծել հայկական բանակ։ Ինչ վերաբերում է սպառազինության գնմանը, կներեք, մենք սպառազինությանը դեռ կանդրադառնանք, մեր ժամանակը սպառվեց։ Պարոն Ներսիսյան, գուցե դուք շարունակեք նույն այս հարցին պատասխանելու տրամաբանությամբ փոփոխությունները, որոնց մասին պարոն Ղազարյանն արդեն խոսեց, արդյոք բավարար տեմպով են արվում եւ ստանդարտներին համապատասխանեցման մասին երբ խոսվեց, արդյոք կարող ենք խոսել արդեն իսկ ՆԱՏՕ-ի ստանդարտներին գոնե այդ ուղղությամբ շարժվելու մասին։ Կարծում եմ, որ միշտ կարելի է ավելի արագ եւ քանի որ մենք ունենք այնքան մեծ քանակի խնդիրներ, որոնց լուծելը մեկը շատ ահռելի աշխատանք է, ասել որ ամեն ինչը լուծվել է, դա շատ սխալ կլինի։
ինձ թվում է ինչքան աշխատանք է արվել, դրա 10 չափն էլ կա անելու աշխատանք ու դա մի ուղղություն է ռազմական ռեֆորման չպետք է վերջանա երբևիցե դա պետք է շարունակական աշխատանք լինի ու չի լինելու մի օր երբ որ մենք ասենք մենք վերջացրեցինք ամեն ինչ կարելի է հիմա ասենք 10 տարի ոչ մի բան ձեռք չտալ։ Պարզապես քննադատներն ասում են, որ այս տարիների ընթացքում հնարավոր էր ավելին անել։ Դուք կիսում եք այդ տեսակետը։ Ես կարծում եմ, որ միշտ կարելի է ավելին անել, 100%-ով դա կարելի է, հարցն է, թե օրինակ ով որ ասում է կարա դա անի, թե չի կարա անի, դա էլ ստեղ շատ կարևոր է, մեկ էլ պետք է հասկանալ կադրային օրինակ ինչ ռեսուրս ունի նույն կառույցը, որը պետք է կերպափոխվի, ինչ որ լիմիտներ նաև կառույցի կարողությունների հետ են միշտ կապված, հիմա պարզա որ իդեալական չի եղել ամեն ինչ Հայաստանում, հիմա էլ իդեալական չի դեռ, եւ դա էլ է դանդաղացնում շատ հաճախ process-ները գնացող, հիմա ստացվում է որ ունեք կառույց, որը ինքը իր վրա շատ երկար ժամանակ առանձնապես չի աշխատել, հիմա պետք է ինչ-որ միանգամից անել աշխատանքը, որը 20 տարի էր պետք անել, որ պայմանական։ Բայց նույն ժամանակ այստեղ ուզում եմ նշեմ, որ դա մենակ Հայաստանի հարցը չի, ես կասեի, որ աշխարհում հիմա բոլոր բանակները գրեթե այդ մեծ փոփոխությունների դիմաց են կանգնած ու շատերը այդ հարցերը մեզնից դանդաղ են լուծում, ճիշտը որ ասենք։ Շնորհակալություն։ Պարոն Սահակյան, ես ուզում եմ, որ մենք խոսենք նաև խնդիրներից, որովհետև այո, իշխանությունները ասում են կամ բարեփոխումներ, նոր սպառազինություն է գնվում, մենք դա տեսնում ենք, բայց խնդիրների մասին կարծես թե ընդունված չէ խոսել, բայց ես կարծում եմ, որ 20 թվականի պարտության պատճառներից մեկն էլ նաև այն էր, որ մինչ այդ սովորաբար խնդիրների մասին քիչ էին խոսում կամ այսպես աշխատում էին անտեսել, եթե մենք խոսենք խնդիրների մասին, այն ինչին որ տակավին բախվում է հայկական բանակը նաև 20 թվականից հետո, հատկապես ինչ խնդիրներ կան եւ ինչ խնդիրներ է, որ իշխանությունները չեն կարողանում լուծել։ Արդարության համար պետք է ասեմ հետեւյալը, թե փոփոխությունները ակնհայտ երևում են, դա վերաբերվող մասով թե ռազմական ձեռքբերումների, տեխնիկայի, քանակական կամ որակական ասենք տեսակ, դա տեսանելի են։ Սակայն դրանք բավարար մեզ համար որևէ բաղադրիչ չեն, որովհետեւ մենք ասենք, որ դրանք հասնելու են իրաց նպատակին։ Որն են այն հիմնական խնդիրները, որ իշխանությունները չեն կարողանում լուծել։ Դեր աշխատանքները համակարգային չեն իրականացվում, թեև բոլորը խոսում են դրա մասին եւ կարծես թե տիրապետում են դրան կատարման պայմանները, եթե թեորիային վերցնենք, բայց այդ աշխատանքները չեն իրականացվում դեր հալավոր այդ ամփոփ տեսքով եւ միայն ասեմ հետեւյալը եւ բյուջետից չի տա միայն կախված, ոչ միայն բյուջետային, ասենք տրամադրված հնարավորություններն է դա ասենք նաեւ իրականացում, այլ դրա մոտեցումները համակարգային իրականացնել, որովհետեւ հենց Լեոնիդը նշեց, խոսքը վերաբերվում է, ուզում եմ շարունակեմ այդ միտքը, ժամկետների մեջ տեղավորվելը եւ դրա տեմպերը պահպանելը, այն տեմպերը, որը հենց ժամանակի տարածքի հետ եւ ընդհանրապես իրադարձության հետ համահունչ է ինքը զարգացումները ապահովում եւ այն քրիտիկական ժամանակում արդյոք մեր բանակի դիմակայության աստիճանը ինչքան կլինի, այդ է ամենակարևոր վերջնաարդյունքը, այսինքն մենք խոսում ենք սկզբնական ընթացքի մասին, որը դեր հալա համար ենք, որ սկզբնական որևէ աշխատանքը, որը իրականացվում է այդ բարեփոխումները եւ ռեֆորմները այսպես կոչված իրաց ընթացքը, բայց վերջնաարդյունքում մենք պետք է բարձրացնենք դիմակայության աստիճանը, որը դեր հալա շատ է հեռու այդ երևացող մեր թվացող եւ մեզ համար անհրաժեշտ պայմանի համար։ Եվ ի վերջո ուզում ասացին հետեւյալը, որ դրանք այդ համակարգային լինելու համար մենք պետք է դոկտրինալ մոտեցում ցուցաբերենք եւ ինքը պետք է սահմանված արդեն դոկտրինայով լինի, որպեսզի մենք այդ համակարգային մոտեցումները շարունակենք։ Շնորհակալություն, Տիկին Ալեքսանյան, դուք տարիներ շարունակ որպես իրավապաշտպան խոսել եք բանակում բռնության մշակույթի մասին, կանոնադրական հարաբերությունների խախտման մասին, մի իրավիճակում, երբ պետությունը խոսում է, որ մենք սահմանին զոհեր չունենք եւ նաեւ փորձագետները խոսում են, որ բարեփոխման որոշակի գործընթաց կա, այդ բոլորը հաշվի առնելով, ինչպես է դա անդրադարձել նաեւ բռնության մշակույթի, այսպես ասած, հաղթահարման վրա։ Ես վերջերս ինձ այդ սահմանին, որ զոհեր չունենք, ինձ թվում է շատ կարևոր է Եվրոպայի դիտորդների
ներկայությունը այդ սահմաններին, միշտ խոսում եմ այն մասին, որ բանակի ներսում էլի ինչ է կատարվում, այդ մահվան թվերը, այսինքն կան, գոյություն ունեն, տարեկան, ասենք անցյալ տարի 34 էր, 25-ին, նախորդ տարի 36 էր, այսինքն ոչ թե դա նվազում չի ցույց տալիս էլ այդ թվերը, կարող է այս տարի ասենք ավելի շատ լինի, չգիտեմ, այդտենց է միշտ հա, դե պարզ է, միշտ էլ հուսում ենք։ Ընդհանրապես մենք մեր կազմակերպությունը կյանքի իրավունքի հարցերով է տարիներ շարունակ զբաղվել, մենք քննության մեջ ենք ներգրավվել, մեր փաստաբանը մենք մոտ 2 տասնյակից ավել գործերով ենք մենք զբաղվել։ Եթե դուք խոսում եք հիմա այստեղ բարեփոխումների մասին, ինչ եմ ես հիմա տեսնում, որտեղ երկար տարիներ է ես որպես լրագրող էի լուսաբանում դեռ այն ժամանակ, իմ աշխատանքը, այսինքն բավականին տեսանելի է ինձ համար։ Ես հիմա տեսնում եմ, որ բանակը շատ ավելի փակ է դառել հասարակության համար, այսինքն հանրային այդ վերահսկողությունը, բանակի այդ թափանցիկությունը զինված ուժերի մարդու իրավունքների առումով շատ կարևոր հանգամանք է։ Եվ որ հիմա ամբողջությամբ, այսինքն փակված է, չկա ոչ ծնողների հետ այդ շփումը, ասենք ադմինիստրացիայի կողմից, վարչակազմի կողմից կամ այսինքն չգիտեմ հարցեր դիմեն, օրինակ դա շատ կարևոր հարց է եւ շատ տառապում են այդ ընտանիքները, Իսկ ինչով եք պայմանավորում այդ փոփոխությունը ավելի փակ դառնալու։ Դե այս իշխանությունների քաղաքականությամբ։ Ընդհանրապես բանակը փակ կառույց է, ասենք ազատազրկման վայրերը, միշտ խնդիր է ընդհանրապես, բայց մենք նախորդ օրինակ իշխանությունները Քանի որ մեր ժամանակը սպառվեց, մենք դեռ կանդրադառնանք այդ խնդրին։ Շնորհակալություն։ Այո, շնորհակալություն Տիկին Ալեքսանյան, մենք անցնում ենք հաջորդ փուլին, Աննա, խնդրում եմ կներկայացնեք կանոնները։ Սիրով, երկրորդ փուլում հարգելի հյուրեր, դուք միմյանց պիտի հարցեր տաք, յուրաքանչյուրդ մեկ հարցի իրավունք ունեք, այդ հարցը պիտի ձևակերպեք 30 վայրկյանի շրջանակներում, պատասխանողը կունենա 3 րոպե պատասխանելու համար եւ հարց տվողը կունենա նաեւ 30 վայրկյան արձագանքի համար։ Խնդրեմ, պարոն Ղազարյան, գուցե սկսենք ձեզնից, դուք ում եք ցանկանում ուղղել ձեր հարցը, օրինակ պարոն, խնդրեմ։ Տիկին, քանի որ բավական երկար փորձ ունի բանակի այդ միջանձնյա հարաբերությունների հետ կապված, ձեր փորձի վրա հիմնվելով ինչպես եք տեսնում բանակի այդ միջանձնյա հարաբերությունների կարգավորումը, որ դա միայն օրենսդրական հարաբերություններ լինեն ու բանակում ոչ մարտական զոհերի թվի իջեցումը, ձեր տեսլականը։ Դուք ունեք 3 րոպե ժամանակ, խնդրեմ Տիկին Ալեքսանյան։ Ինձ այդ հարցը որ տալիս են շատ, դե ես կարծում եմ, որ օրենքը առաջին հերթին այդ ներքին կանոնադրությունները, որ պետք է գործի անպայման կանոնադրությունն է, որ զինվորի իրավունքները պետք է պաշտպանվի հենց այդ կանոնադրության գործելու հիման վրա։ Գիտեք, ես դեռ 90-ականներից հետո 2000-ին դեռ շատ էին այդ ոնց ասեմ, ոնց էր կոչվում ռուսական բանակից եկած այդ գողական, չգիտեմ, այդ բարքերը, հա, այդ ենթամշակույթը պակասեց, դա անշուշտ ինքը տարիների այդ դեռ նախորդների ժամանակ ինքը բավականաչափ, բայց դեռ կան այդ ամեն ինչը։ Ես առաջին հերթին կասեի, որ վերահսկողությունը զորամասերում, դիրքերում պետք է լինի անվրեպ, այսինքն վերահսկողության խնդիր կա, իրենց հետևելու այդ ամեն ինչին ինչ որ այնտեղ կատարվում է։ Իսկ ամեն ինչ կատարվում է հիմնականում մահվան դեպքերը, դրանք հենակետերում, դիրքերում են տեղի ունենում եւ կա սոցիալական անարդարության, այսինքն ներսում զորամասերի այդ արդարության պահպանումը, որը համարյա բացակայում է, գիտեք, այդ շատ դեպքերով, նույնիսկ եթե դուք վերցնեք քրեական գործեր կարդաք, հարուցված ինչ որ մահվան դեպքով կամ ինքնասպանության կամ դուք կտեսնեք այդ պատկերը, չէ՞ որ վերցնում են իրենց առօրյայից, այդ հարաբերություններից, դրանք ակնհայտ դատարաններում բազմիցս դու լսում ես ու դու տեսնում ես, որ տարիներ շարունակ այդ խնդիրները չեն փոխվում։ Այսինքն ուզում եմ ասել, այդ խնդիրները շատ տեսանելի են, դրանք կարելի է փոխել, պետք է խնայել, ասենք, մարդկային կյանքերը զինվորների, բայց դա մնում է որպես խնդիր։ 30 վայրկյան ունեք արձագանքի համար։ Իրականում այդ խնդիրները կան,
այդ խնդիրները ճիշտն ասած մենք էլ ենք ուսումնասիրում բավականին խորքային, ուղղակի համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նայեք, վերջի ժամկետային զինծառայությունը ի՞նչ է։ Զինծառայողների 18 տարեկան մեծ մասը գնում է բանակ, որ ինչ-որ քրեական պատասխանատվության չենթարկվի։ Ու իր հետ բերում է մեր հասարակության բարքերը, ձեր ասած կրիմինալ եւ այլն։ Այդ խնդիրը կլուծվի, ստիս, երբ որ մենք ժամկետային զինծառայությունից անցնենք պրոֆեսիոնալ բանակի, քանի որ երբ որ մարդը գնում է աշխատանքի ու փող է ստանում, այնտեղ բարքերի մասին էլ խոսք չկա, ուրիշ մոտեցում է։ Շնորհակալություն։ Պարոն Ներսիսյան, ձեր հերթն է հարց տալու։ Վազգենին հարց կտամ, մարտական պատրաստությունով, քանի որ զբաղվում ես, դու մի հատ հետարքիր է, դու ոնց ես տեսնում, ինչ օպտիմալ ճանապարհ կլիներ, որ պաշտպանության նախարարությունը շարժվեր մյուս 4-5 տարվա մեջ, sense մոտավորապես։ Շատ լավ հարց է ու շատ բարձ հարց է, օրինակ ես այդտեղ գնդապետ Սահակյանի հետ համամիտեմ, որ ասում է դոկտրինալ մենք պետք է հասկանանք ինչ մոդել ենք մենք ընտրում պաշտպանության, օրինակ շատ երևի մեզ մոտ, այսպես ասած, ռելևանտ մոդելը կարելի լինի ինչպես տարօրինակա Թայվանի մոդելը, որովհետև Թայվանի իր հավանական հակառակորդի հետ անհամեմատ ռեսուրսային մարդկային ռեսուրսների տարբերություն կա ու ինքը ընտրել է մոդելը մաքսիմալ վնաս տալու մոդելը, այսինքն դա բերում է թվայնացման, ռոբոտիզացման եւ այլն եւ այլն։ Դոկտրինալ մոդելը ընտրելուց հետո ինձ թվում է հաջորդը դա պիլոտային ինչ-որ աշխատանքներ կատարելն է, ինչը որ իրականում ՊՆՈ-ում հիմա անում են։ Օրինակ հիմա Պաշտպանության նախարարությունը փորձում է լրացնի մեր ամենամեծ մարտական պատրաստության բացերից մեկը։ Դա քաղաքային մարտերի դոկտրինան է, որ մեր բանակում երբեք գոյություն չի ունեցել գետ 1 հատ ստորաբաժանում, 1 հատ չի եղել, որի պրոֆիլը եղել է քաղաքային մարտերը։ Շենք շինություններում, քաղաքում կան գնդապետը կփաստի գոյություն չի ունեցել։ Դա հատուկ նշանակության ստորաբաժանում էլ մենք երբեք չենք ունեցել, դա եղել է իրական հետախուզություն, ուղղակի սլենգով եղել է հատուկ նշանակություն։ Հիմա ստեղծվել է այդ դպրոցը, հրահանգիչներ են հրավիրվել, իմիջայլոց արևմտյան հրահանգիչների օգնությամբ մենք փորձում ենք այդ բացը փակել ու դա բավականին հաջողվում է։ Այսինքն պիլոտների, ռիսկային պիլոտների օգնությամբ փորձեր անել, մարտական պատրաստություն վարչությունը իրական գնում է այդ քայլերի, բայց կա շատ խոչընդոտներ, ինչպես օրինակ մեր այդ արխայիկ հլը Սերյան Օհանյանի ժամանակվանից մնացած ինչ-որ օրենսդրական ակտեր, որոնք ռիսկային փոփոխություններին շատ լուրջ խոչընդոտում են, քանի որ գաղտնիք չի, որ Սերյան Օհանյանը բանակը վերածել էր ինչ-որ բյուրոկրատիկ ինչ-որ ինստիտուտի, որտեղ թուղթ գրելը ավելի կարևոր էր, քան թե գործողություն կատարելը։ Ու ասեմ, մարտական պատրաստությունը ամենաարագ արևմտյան ստանդարտներ պլյուս արդիական փորձի վերլուծություն ու վերածել դա նաև տեղայնացնելը։ Ու պիլոտների միջոցով դա ներդնել բանակ։ Դա ինձ թվում է ամենաարագ ճանապարհն է։ Ձեր արձագանքը։ Ես մենակ կավելացնեի, որ շատ կողմ եմ, որ օրինակ ինչ-որ էքսպերիմենտալ գումարտակ մենք ունենանք, եթե ոչ գունդ, որտեղ կարելի է ոչ թե թղթերը սկզբից գրել, ամեն ինչ փորձել 1000 էջ գրել, թե ոնց պետքա լինի առանց փորձելու, բոլոր փորձերը անել, հասկանալ օպտիմալը նոր արդեն այդ թղթին այդ ամեն ինչը տալ, շատ ավելի արագ եւ ճկուն դա կլինի, քան մոտեցումը, որ 2000 էջանոց ուստավ եկեք գրենք նոր։ Շնորհակալություն։ Պարոն Սահակյան, խնդրեմ, ում եք ցանկանում հարցուղել։ Լեոնիդն են կտամ հարցը, կամ բոլորին է վերաբերվելու, բայց դե խնդրե ուզում եմ շարունակել թեման, որովհետև հիմա ռազմական տեխնիկայի ձեռքբերումները առավել եւս թե Ֆրանսիայից, թե Հնդկաստանից եւ եվրոպական տարբեր պետություններից հնարավորություն են ձեռնված, պահանջում է որոշակի նաեւ նոր լոգիստիկայի ապահովումը, ինչպես նաեւ ամենակարևոր հարցը շարունակություն մարտական պատրաստության այդ հարցին, դա հենց կրթված ազնագազմ ունենալը, էլի։ Ոնց եք տեսնում դրան ճանապարհային քարտեզը, ոնց կարելի է դա հասած դրան։ Ճիշտն ասած, ամենակարևորը ստեղ կլինի հենց զենքի ու զինամթերքի հետ կապված ճիշտ պայմանագրեր ստորագրելը, որտեղ ճիշտ քանակի ժամեր կան պատրաստության, հենց մարտական, հենց այն զինտեխնիկայի հետ կապված, որը գնվում է։ Ես չքան հասկանում եմ, դեպքերի պայմանական 90%-ում դա վաճառող կողմն էլ համաձայն չի առանց դրա վաճառել իր տեխնիկան, որովհետև դա
վաճառողի համար էլ է վատ վերջանում, որովհետև այդ ժամանակ դա կամ չեն կիրառելու, Աման արդյունավետ ասեն լավը չի, կամ որ կիրառելու են չի ստացվելու, բնականաբար ասելու են զենքներ վատը, ոչ թե անձնակազմը։ Այստեղ այդ մոտեցումն է, բայց ավելի գլոբալ բնականաբար սովորել արդեն թվային հենց միջոցներից օգտվել, որը ինձ թվում է հիմա անցնում է եւ տեղական ընկերությունների նաեւ օգնությամբ դա հենց դիջիտալիզացիան է, թվայինացումը բանակի, որը պետք է շատ ինտենսիվ անցկացնել, կարծում եմ, որ ավելի տարիքով մեծ սպայակազմի եւ զինծառայողների համար դա մի քիչ ավելի ցավալի եւ դժվար process կարա լինի, բայց ջահելների համար, ով որ արդեն ապրում են պայմանական հեռախոսի մեջ, դա ինձ թվում է մենակ ավելի հեշտ է ու հարմար։ Նույնն էլ զինտեխնիկայի հետ կապված, որ ասում են ստանդարտները տարբեր են, էսա տարբեր են, տարբեր, հիմա ինչն է հեշտ ավելի թուղթ ու գրիչով 30 րոպե հաշվարկ անել D20-ից ոնց կրակել, թե երբ որ քո հրետանու միջոցը այդ ամեն ինչը անում է մի վայրկյանում օրինակի համար։ Ինչն է բարդ ավելի սովորել։ Պարզա որ թուղթ ու գրիչն էլ մոռանալ չի կարելի, բայց գլոբալ առումով նոր զինտեխնիկան ավելի հեշտ է ու հարմար կիրառել, ոչ թե ավելի դժվար։ Սարքելը, ասենք, փչացած տեխնիկան կարա մի քիչ տարբեր մոտեցումներ ունենա, բայց կիրառելուց էլ պետք չի, օրինակ, մի քիչ ավելի նուրբ կարող է պետքա լինել, քան ասենք նույն էլի D20-ի ու Սեզարի օրինակը, եթե բերենք, բայց գլոբալ առումով ինձ թվում է դա մենակ դեպի հարմարավետություն է ճանապարհ, ոչ թե հակառակ։ Բայց գլոբալ առումով պետք է սովորել հենց այդ ցանցային պատերազմին մոտեցումներին մոտենալ, որովհետև հիմա մենք ունենք միջոցներ, որոնք 2, 3, 4 անգամ ավելի հեռահար են, քան ինչ որ ունեցել ենք։ Հիմա մենք չենք կարող էլ ժամերով մտածել, թե ուր մենք պետք, որտեղ մենք պետք է գործողություն կատարենք, պետք է կարողանանք հետախուզությունից միանգամից ճիշտ տվյալները փոխանցել, օրինակ կրակային միջոցներին, տարբեր ստորաբաժանումներում եւ որոշումը ընդունել։ Դա պետք է սովորել։ Խնդրեմ, պարոն Սահակյան, ցանկանում եք արձագանքել։ Այսպես ասեմ, մտահղացումը ընդունելի է իհարկե, բայց որպեսզի կարողանամ ավելի իմ ուղղությունս ճիշտ դնեմ, այսօր ես խնդիր եմ տեսնում այսօր նաև կրտսեր հարմարատարական կազմի արկայության եւ ընդհանրապես այդ մարդ պետքա լինի, որ մարդին սովորացնես, այսինքն գրավիչ սարքելու մասին եմ ուզում շատ խոսեմ դրա մասին եւ սերժանտական կորպուսի նախապատրաստման ավելի գրավիչ եւ լայն, այսպես ասենք, աշխատանքներ կատարել, որպես մենք ունենանք մասսայացում այդ աշխատանքի դրա մեջ եմ նաեւ տեսնում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան, դուք ել ունեք հարցի հնարավորություն։ Նախ մի ճշտում անեմ, էլի, երբ որ դուք ասում եք մենք դուք հանրային խորհուրդը նկատի ունեք, թե պաշտպանության նախարարությունը։ Ես որ պաշտպանության նախարարության կազմի մեջ չեմ, մենք ասելով ի նկատի ունեմ մեր անալիտիկ կոմյունիտին։ Ուզում եմ հասկանալ մենք ինչ-որ խումբ ունենք, որը զբաղվում է անալիտիկայով, այո։ Շատ լավ։ Գիտեք, այդ հասարակությունից բանակ տարվող այդ, որ ասացի, քրեական պատասխանատվությունից խուսափելու համար մարդկանց ես այլ հարց, որ ես բացարձակապես չեմ կիսում ձեր այդ տեսակետը, եւ ուզում եմ այս հարցը ուղղել, թե արդյոք փակ համակարգում հնարավոր չի վերահսկողության եւ կանոնադրությամբ կարգապահության միջոցառումների միջոցով մարդկանց պահել են վիճակում, բերել են վիճակին, որը վայել է բանակում զինծառայողի ծառայությանը, հա, այսպես ասենք։ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան։ Իրականում իդեալական աշխարհում դա հնարավոր է, բայց եթե հաշվի առնենք, որ օրինակ մեր բանակում 20 տարուց ավել սպան ստացել է մոտավորապես 150,000 դրամ աշխատավարձ, սպայի մասնագիտությունը եղել է ոչ գրավիչ ու ըստ դրա հետևանքով սպայա դարել ոչ այնքան ցավոք շատ դեպքերում ոչ այնքան բավարարված կրթված, ոչ այնքան լավ որակի ինչ որ երիտասարդը ու դա բերել է նրան, որ ինքը չի վերաբերվել պատասխանատու իր աշխատանքին։ Դրա հետևանքն էլ դարել է ոչ պատշաճ վերահսկումը ստորաբաժանման ու մենք 20 տարի ունեցել ենք կൂട്ടակային էֆեկտ այդ խնդիրների
Այսինքն ձեր միանշանակ ամենակարևորը այդ իրավիճակի վերահսկումն է, բայց տեխնիկապես այսօր առաջերտին մենք պետք է լուծենք որակյալ սպայի խնդիրը։ Երկրորդը որակյալ սերժանտի խնդիրը, քանի որ օրենսդրական խնդրեմ չկա, օրենսդրությունը թույլ է տալ այդ սաղ ամեն ինչը կարգավորել։ Իհարկե հասարակական կոնտրոլը, ինչքան էլ կառույցները փակ լինեն, բայց դեմոկրատական համակարգերը ունեն մի հատ հոյակապ գործիք, դա հասարակության կոնտրոլն է։ Բայց ամենակարևորը մենք պետք է լուծենք որակյալ սպայի, պատասխանատու սպայի խնդիրը, որը այսօր պարոն գնդապետը իրոք փաստենք, էլի, այսօր նաև անցյալում ունեցել ենք այդ խնդիրը։ Իրոք ունեցել ենք այդ խնդիրը։ Դրա համար մինչև մենք չունենանք որակյալ կրթված, լավ աշխատավարձ ստացող, պատասխանատու պրոֆեսիոնալ սպա, այդ ձեր խնդիրները լինելու է։ Այդ ձեր ասած խնդիրները լինելու է։ Ձեր առաջ բերած խնդիրները լինելու է։ Հիմա տեսնում եք դուք տեղափոխեցիք սպայակազմի հետ կապեցիք, մինչև այդ կրիմինալ, ասենք Հայաստանի ընտանիքներից ովքեր են գնում բանակ, էլի կրիմինալով, որ դուք այդ դա պաշտպանության բոլոր նախարարները, բոլոր ժամանակների միշտ դրանով են արդարացնում իրենց թերացումները, ասենք նշում են էլի եղել է որ երբ որ Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիան հիմնվեց, բոլորը ասում են, վայ, ինչ լավ է, հիմա չասեմ թե ինչքան կրթական ծրագրեր էր պաշտպանության նախարարությունում, մեր կազմակերպությունն էլ է համատեղ աշխատել պաշտպանության նախարարության այսպես 15-16 թվականներին էլի, բայց ես կարծում եմ, որ այդտեղ չի, չգիտեմ դուք ինչքանով եք լավ տեղյակ այդ ամեն ինչին էլի, սպայական կազմը բավականին բարելավել է աշխատավարձների համաձայն եմ էլի ու այլ տեղերում ղեկավարության հենց վերահսկողության Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան։ Տիկին Ալեքսանյան, դուք անպայման խոսեք այդ խնդրի մասին, այո, բայց քանի որ մենք ունենք կարգ, որ 30 վայրկյանից, բայց դուք անպայման ժամանակ կունենաք եւ ձեր մտահոգությունները կներկայացնեք, Աննա, մենք անցնում ենք հաջորդ փուլին, մենք հիմա դիտելու ենք տեսանյութեր եւ մեր հյուրերը արձագանքելու են, այո, տեսանյութերին եւ ունեն հարգելի հյուրեր 3 րոպե ժամանակ արձագանքելու, դիտենք առաջին տեսանյութը, խնդրեմ։ Որ երբ որ մենք անվտանգություն, առաջին անգամ անվտանգություն ասելիս, հիշատակելիս հասկանում ենք բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երկրորդ անգամ անվտանգություն ասելիս հասկանում ենք էլի բանակ, նշանակում է մենք անվտանգություն չունենք։ Եթե մենք երրորդ անգամ ասելիս ենք անվտանգություն ասելով հասկանում բանակ, էլի նշանակում է, որ մենք անվտանգություն չունենք։ Որովհետև անվտանգությունը ինքը բազմաշերտ է եւ դա էլի մեր, դա էլ է կրթության հարց։ Մեր համընդհանուր կրթության հարցն է, թե մենք անվտանգություն ասածը ինչ ձև ենք պատկերացնում։ Ես այս թեմայի հետ կապված միշտ բանն եմ հիշում, Սասունցի Դավթ էպոսն եմ հիշում, որ Սասունցի Դավթին ասում են բանը, ասում են առյուծ այկել նստել է այնտեղ մարդ չի թողում մարդիկ անցնեն, մարդկանց ուտի, ասում է առյուծն ինչ է, ասում է իմալ առյուծ, ասում են գազանների ջոջն է առյուծ, մարդկանց կուտի, ասում է հերվանց կուտի, թե մոտենաս նոր կուտի։ Հիմա մենք սենց թվում է թե պրիմիտիվ է, բայց մարդը խոստովանել է, որ չգիտի ինքը ինչ է առյուծ, ասում է բացատրեք, հասկանանք ինչ է առյուծ։ Մենք համոզված ենք, որ ասելով անվտանգություն հասկանում ենք դա ինչ է։ Որովհետև քանի դեռ մենք 1, 2, 3 բանակ անվտանգություն ասելիս անընդհատ ասում ենք բանակ, դա մի բանի վկայությունն է, որ մենք չգիտենք անվտանգությունը ինչ է։ Անվտանգությունը բոլորովին ուրիշ բան է, որը բանակը ներառում է, բայց որը միայն բանակը չի։ Պարոն գնդապետ, Հայաստանի իշխանությունները վարչապետը ընդհանրապես այս մոտեցումը հատկապես 20 թվականից հետո այսպես հաճախ են ներկայացնում, որ գիտեք, հատկապես փոքր երկրների պարագայում հույսը դնել միայն, ինչու բայց միայն փոքր երկրների ընդհանրապես, միայն բանակի վրա ճիշտ չէ, եւ անվտանգություն ապահովելը դիվանագիտությունը իր դերը ունի եւ այլն։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Նայեք, այն տեսությունը, որ իրոք անվտանգությունը դա միայն բանակը չի եւ ռազմական բաղադրիչ չի, դրա հետ չեմ կարող որ չհամաձայնում, որովհետեւ կա առաջին հերթին դրանք քաղաքական բաղադրիչը, դրանք տնտեսական բաղադրիչը, այնուհետեւ գալիս է դիվանագիտական եւ շատ, ասինքն բաղադրիչներ ունեն, որ դրանք ակնհայտորեն երևացող են եւ եթե գոնե ինչ-որ մի թեթև այդ ուղղությամբ գիտելիք ունես, դու իմանաս, որ ռազմական չէ։ Այստեղ ես չեմ համաձայնվում, ասեմ ինչի հետ։ Բանակի դերը եւ ընդհանրապես
այդ համակարգում իր գործունեությունը եւ իր падգամը ինքը պետք է ամենաբարձրներից մեկը լինի։ Մենք պետք է մեր գործելավոճում, ընդհանրապես արտահայտություններում, ցանկացած աշխատանք կատարած բանակի նկատմամբ շատ զգուշ լինենք եւ նրբանկատ լինենք։ Այսինքն բանակի այդ արժե համակարգը մենք մշտապես պետք է այն բարձրության վրա պահենք, որպեսզի ինքը ապահով է այն բարոյական աստիճանը, նաև մեր ժողովրդի եւ ընդհանրապես հանրության ընկալումները, ասենք, դիլնի։ Թող հանրության համար ու մենք մասնագիտական վերլուծությունների ժամանակ մենք պետք է բոլորս տիրապետենք, ինչ է իրենց նշանակում անվտանգությունը, բայց նաև հասարակության համար մենք պետք է པարզ համակարգ նաև դնենք, որ ի վերջո իրականում մեր հասարակությունը շատ դեպքում պատկերացնում է, որ բանակն է մեր անվտանգությունը եւ գոնե այդ տեսակետը ներկայացնելիս հասարակության մենք պետք է շատ པարզ ներկայացնենք, որ դուք այդ ուղղությամբ անհոգ եղեք եւ մենք շատ པարզ ձևի եւ ընդհանրապես դիտարկվող ձևի ներկայացնում եք բանակի զարգացումները, ոչ թե ամեն ինչի փակ, այնինչ որ պետք է ներկայացած հասարակությանը պետք է լինի։ Կարծում եք, որ այս տեսակետները նսեմացնում են բանակի դերը հասարակության մեջ։ Ոչ միայն նսեմացնում են, այլ ես իրողությունն եմ ուզում ասած լինեմ, որ որոշ դեպքերում, եթե հիմա ամեն դեպք մեկ-մեկ չասեմ, էլի, շատ կարևոր է, ասենք, ունենանք եւ բարձրագույն սպայակազմ, չպիտակավորված շատ, ամեն ինչը չի, որ պետք է հանրային է ձևը, միգուցե կա ինչ-որ հանրայնացման աստիճան, որ պետք է արած, բայց այսինքն այնպես չի շատ լինի, որ հիմա մեկ ուզում եք փնտրեք մի հատ օրինակ եմ ասում, էլի, այնպիսի բարձրագույն, ասենք, սպայի, որին կարանք օրինակ ցույց տանք, բայց դժվարանում եք այսօր այդ բանը իրականացնել։ Մենք խնդիր ունենք այդ ընկալումների մեջ, էլի։ Եվ մեր երեխաներին դպրոցական թե հասարակության ում վրա պետք է մենք օրինակ ցույց տանք, ասենք, էսա ձեր բանակի ներկայությունը, որ ասենք բոլորը վատն են, նախ առաջին դրանով լավ բան չի լինելու, չէ՞, բայց մենք չեմ ասում հրաժարվենք այն աշխատանքից, որ պետք է իրականացնենք տվյալ սպայական կազմի հետ եւ հրամանատարներին հետ, բայց պետք չի ամեն ինչը հանրայնացրած եւ, չգիտեմ, ներողություն շոու սարքած դիմեց, որ պետք է անպայման գնդակահարեք, որ մի բան առաջ գնա, էլի Շնորհակալություն, պարոն Սահակյան։ Շնորհակալություն։ Մենք կարող ենք դիտել հաջորդ վիդեո տեսանյութը։ Մարտունակ բանակը նաև նրա համար է, որ դու ունենաս աշխարհակական գործընկերներ։ Եթե դու չունես մարտունակ բանակ, դու գործընկեր չես ունենալու, դու ունենալու ես աշխարհակական շեֆեր։ Տարբերությունը էական է։ Դու դառնալու ես, եթե դու բանակ ունես, դու կիսում ես ինչ որ հարցեր քո գործընկերոջ հետ։ Իսկ եթե դու չունես, թույլ ես, ուրեմն դու այդ շեֆ ունենալով դու դառնում ես անվտանգության սպառող։ Պարոն Ղազարյան, Հայաստանի երկրորդ նախագահը փաստորեն հակառակ տեսակետն է հայտնում, որ ռազմական բաղադրիչի անվտանգության մեջ թելադրող է դառնում նաև թե ինչպես են քեզ ընկալում բոլոր մյուս բաղադրիչների տեսանկյունից եւ նաև դիվանագիտական տեսանկյունից, ինչպիսի կերպարով է հանդես գալի։ Դուք կիսում եք այս տեսակետը։ Իրականում շատ հետաքրքիր է, կուզեի լսեի երկրորդ նախագահի այդ բանակի տեսլականը, այդ մարտունակ բանակ ինքը ոնց է պատկերացնում, քանի որ էլի հետազոտելով իր ժամանակահատվածի բանակը, ու դժվար է անվանել այդ բանակը մարտունակ, քանի որ այդ նույն ստանդարտներով մենք 20 թվականին պատերազմ ենք տարվել, այդ նույն բանակն է եղել, իր ժամանակվա մարտունակ, բայց դե ինչևից է, դա իրենք կասեին բանակը նույնն էր, հրամանատարներն էին ուրիշ։ Խնդրում եմ, ավելի դա մի քիչ մանիպուլյացիոն դաշտից է։ Նայեք, ունենք Ռուսաստան, ունենք, որը համարում էր ունի աշխարհի երկրորդ ամենահզոր բանակը մինչև 22 թվականը եւ այլն, այդ միֆերի վրա, որը կոտրվեց 22 թվականին Ուկրաինայի վրա հարձակվելուց հետո, Ռուսաստանը ինչ որ գեոպոլիտիկ դեր էր զբաղեցնում ամբողջ աշխարհում։ Միջին Ասիայում, Արևելքում, Անդրկովկասում, նույնիսկ Աֆրիկայում, բայց 22 թվականին, երբ որ պարզվեց, որ դա հիմնականում ֆեյք է, որ ասենք իրանք 4 տարի մարտնչում են, մի քանի գյուղ են գրավել գլոբալ առումով, հա, հսկայական կորուստներ բանալով, այդ մարդիկ իրանք գեոպոլիտիկ դերը կորցրեցին։ Այսինքն երկրորդ նախագահի ասածը հենց հիմա բացառվում է, քանի որ դու ունենալով այդ միֆական հզոր բանակ, դու նույնիսկ Ամերիկան հիմա ունենալով հզոր բանակ ու Իրանին
ջախջախելով Ամերիկայի վարչակազմը, ջախջախից հարվածներ հաստատելով, Ամերիկայի վարչակազմը կրում է հսկայական ռեպուտացիոն կորուստներ։ Այսինքն միայն բանակի վրա դնել քո գեոպոլիտիկ դերը, դա մի քիչ փորձը ցույց տվեց, որ ճիշտ չի։ Ու էլի շեշտեմ, որ բանակի մարտունակությունը, ինչպես Լեոնիդը ասաց, դա անընդմեջ մի հատ կատարելագործվող բան է, էլի ասենք բանակը կարա մի տարի առաջ մարտունակ լինի, բայց ասենք հիմա մարտունակ չլինի։ Դրա համար ցանկալի է մտ հասկանալ այդ քաղաքական ուժի բանակի տեսլականը մարտունակ որն է, եւ հա, հետո պարոն գնդապետի հետ էլ համաձայնեմ, որ միայն բանակի վրա թողել երկրի անվտանգությունը, դա գիտեք ինչա, ոնց որ մենք ամենքս բոլոր կառույցները պետական ձեռները լվանան ու վերջում տանեն այդ 18 տարեկան զինվորներին, ասեն դե վсё դուք եք պատասխանատու այդ ամենի համար, էլի։ Հիմա այդ երեխեք քո կրակը չեն ընկե, որ ստիպված գնում են բանակ։ Այսինքն դա էլ է սխալ։ Դրա համար պիտի երկիրը պաշտպանունակ լինի, երկիրը մարտունակ լինի։ Մի հատ օրինակ բերեմ Արցախից, օրինակ ադրբեջանցիք 20 թվականի պատերազմից առաջ սկսեցին դիրքեր տանող բավականին որտեղ հնարավորություն կար լայն ճանապարհներ սարքել, մերոնք զարմանում էին, ասում են, «Խեն այսքան փող ծախսում»։ 20 թվականի պատերազմը որ սկսեց, մեր ճանապարհները երկու ակի ուղի ունեին։ Երբ որ դիրք լոգիստիկա էր տանում, դե արջևի մեքենան խփում էին, դա հատնում էր ծուղակում։ Իսկ Ադրբեջանը այդ խնդիրը չուներ հիմնականում իր հասկանում եք տարական ճանապարհաշինությունը բերեց նրա, որ մենք հսկայական կորուստներ ունեցանք։ Շնորհակալություն շատ։ Կարող ենք դիտել հաջորդ տեսանյութը 1998-2008, 2008-2018 երկու տասնամյակի մասին եմ խոսում։ Ուրեմն երկու տասնամյակի ընթացքում արված ծախսերը բանակի վրա, սրանք բացարձակ թվերի մասին է, ֆիքսված պաշտոնական թվերի մասին է։ 5-4 անգամ ավելի պակաս ծախս է արվել, քան 2022-ից 2025 թվականներին, այսինքն միայն իմ պաշտոնավարման ժամկետի ընթացքում 5-4 անգամ ավելի ծախս է արվել սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, այլ ծախսերի մասին չեմ խոսում։ Միայն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնման վրա, քան դա արվել է երկու նախագահների կառավարման տարիներին 1998-ից 2018 թվականներին։ Եվ ըստ այդմ, հարգելի գործընկերներ, եւ իհարկե նաեւ ձեզ հուշող նամակագիրներ, մեթոդիշկաների հեղինակներ, թվերին նայեք եւ հարց տվեք ձեզ։ Ինչով եք զբաղված, ինչով եք զբաղվում, այդ ձեններդ կտրեք, տեղներդ նստեք, շնորհակալ եմ։ Պարոն Ներսիսյան, անշուշտ շատ լավ է, շատ կարևոր է, որ Հայաստանը կարողանում է իրեն թույլ տալ 5-4 անգամ ավել գումար հատկացնել, քան նախորդ երկու տասնամյակների ընթացքում, բայց երբ որ ամեն անգամ Հայաստանի իշխանությունները ասում են մինչև 2018 թվականը այս թիվն էր, դրանից հետո այս թիվը, անկեղծ ասած ինձ մի փոքր հիշեցնում է խորհրդային շրջանը, երբ համեմատում էին ցարական Ռուսաստանի ժամանակ ինչ թիվ էր, բայց ենթադրենք 1970-ականներին ինչ առաջընթաց էր ունեցել խորհրդային միությունը։ Իհարկե նախորդ շրջանի հետ պետք է համեմատել, բայց եթե մենք այս թվերը համեմատենք Հայաստանի կարիքների հետ, որքանով են իրոք տպավորիչ այս թվերը։ Այստեղ մի շատ կարևոր բան ասեմ, բոլոր 3 վիդեո հոլովակների հետ կապված մենք ունենք քաղաքական հայտարարություններ 3 հասկանալի արխիվում ընտրությունները ինչ որ իմաստով ես համաձայն եմ 3-ի հետ էլ ասենց եթե կոնտեքստից դուրս գանք ով է ինչ է ասում 3-ի մեջ էլ ճիշտ ու սխալ բաղադրիչներ կան եւ օրինակի համար ես կնշեմ 3-ը իրար կապելով որ օրինակ տնտեսությունը բանակի համար ամենակարևոր բաղադրիչն է։ Եթե տնտեսություն պետությունը չունի, բանակ էլ զարգացնել չի լինի։ Ու մենք դա կարող ենք տեսնել, էլի եթե դինամիկան վերցնենք երկարաժամկետ, մենք ունեինք օրինակ ինչ-որ մի պահ 5-6 անգամ ավելի փոքր ռազմական բյուջե քան Ադրբեջանը, հիմա ունենք օրինակ 3 անգամ ավելի փոքր բյուջե քան Ադրբեջանը, որովհետև մեր հնան ավելի շատ է աճել, քան Ադրբեջանի հնան, ու հիմա 1/3-ն է մոտավորապես Ադրբեջանի տնտեսության, Հայաստանի տնտեսությունը։ Հիմա
Արդյոք հնարավոր է, եթե տնտեսությունը չի զարգանում, ունենալ այն բանակը, որը կարող է ապահովել անվտանգություն։ Չի հնարավոր չէ, ես կարծում եմ, բայց նույն ժամանակ ձեր հարցին անդրադառնալով պետք է այո, մարտունակ, որ օրինակ ասում ենք, կամ գնումներ ենք ասում, ում հետ ենք համեմատում դա նաև։ Հիմա Հայաստանի բանակը 20 թվականին էլ էր մարտունակ, պատերազմել է 44 օր, բավականին ծանր կորուստներ նաև հակառակորդին է հասցրել, բայց ինքը այնքան մարտունակ չէր, որ օրինակ Ադրբեջանի 2020 թվականի բանակի հետ հաղթանակ կարողանար տանել կամ չպարտվեր։ Օրինակ պայմանական 2002 թվականին ես կասեի, որ մեր բանակը այնքան մարտունակ էր, որ կկարողանար, որովհետև Ադրբեջանի բանակը դեռ չէր զարգացել, այդքան ներդրում չէր արել։ Դրա համար այս թվերը, որ մենք նայում ենք, այո, շատ լավ է, որ 5 անգամ ավելի շատ գնումներ կան, բայց դա չի նշանակում, որ մենք սրա վրա պետք է կանգնենք, որովհետև Ադրբեջանը էլ է ավելի շատ հիմա գնումներ անում, նաև ստեղ մի խնդիր կա, որ գներն էլ են շատ թանկացել զենքի ու զինամթերքի վերջի 4-5 տարվա մեջ, 22 թվականի պատերազմի սկզբից հետո ռուս-ուկրաինական ահավոր ինֆլյացիա պատերազմը դե հիմա էդ էլ է ավելանում, հիմա շուկան շատ ավելի ծանր շուկա է, որովհետև հիմա առնողները ավելի շատ են, քան արտադրողները պայմանական, դա կփոխվի, բայց սա նաև մի ուրիշ մարտահրավեր է։ Այո, շնորհակալություն, պարոն Ներսիսյան, դիտենք թերևս վերջին տեսանյութը։ 25 թվականի ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել է 5 մահվան դեպք, որից մեկը կայծակնահարության, մեկը հոսանքահարման, 2 առողջական խնդիրների պատճառով եւ մեկը ցավոք ինքնասպանության։ Սպանության դեպք չենք արձանագրել 25 թվականին չենք արձանագրել։ Իհարկե սա շատ դրական տենդենսի մասին է խոսքը, բայց սրանով մենք չենք ուրախանում, որովհետեւ կարծում ենք, որ շարունակում են եղած դեպքերը մեզ համար մտահոգիչ լինել եւ Տիկին Ալեքսանյան, երկրորդելով պարոն նախարարի ասածը, իհարկե ինչքան էլ բարելավվեն թվերը, հնարավոր չի խոսել գոհունակության մասին, որովհետև նույնիսկ մեկ մահվան դեպքն էլ շատ մեծ խնդիր է բանակի համար, բայց նախ կուզեի նշել, որ կարծես դուք տարբեր թվեր եք նշում։ Դուք նշեցիք 34 զոհի մասին, պարոն նախարարի նշած թիվն այլ էր, ինչպես դա կմեկնաբանեք, եւ երկրորդը ես կուզեի ձեզ հարցնել նաեւ հանրային վերահսկողության տեսանկյունից, ինչ փոփոխություններ են արվել այդ դաշտում, այս շատ մեծ խնդիրը բանակում բարելավելու համար։ Ուրեմն նախարարը թաքցնում է եղած տվյալները մահվան դեպքերի ուրեմն Վանաձորի գրասենյակը Հելսինկյան ինքը տարեկան ամբողջ տեղեկանքներ է ներկայացնում փաստացի մահվան դեպքերի մասին եւ արդեն հրապարակել է 25 թվականի մահվան դեպքերը։ Իդեպ ես ասեմ, որ կարծեմ այս ասուլիսից հետո նախարարը հետո շտկել է իր խոսքը։ Ինքը խոսել է սպանության դեպքերի մասին։ Ուրեմն խոսքը 3 սպանության դեպքերի մասին է 25 թվականին, 6 ինքնասպանության, 10 առողջական խնդիրների, եւս 3 դեպք, որոնց մահվան հանգամանքները անհայտ են, այդպես արձանագրված, ինչքան հիշում եմ, ես հիմա դա ասում եմ։ Ու ասենք այդ քաղաքականությունը թաքցնելու դեպքերը, դրանք նախ մարդկային կյանքեր են, դրանք ընտանիքներ են, չէ, որոնք սպասում են նախարարից մի խոսք լսեն, կծկտուր տեղեկություններ է տալիս ժխտելով, այսինքն այն մահվան դեպքերը, որոնք գոյություն ունեն, տեղի են ունեցել, էլի։ Իսկ հանրային վերահսկողության տեսանկյունից ինչ փոփոխություններ են արվում։ Ոչ մի իրանք ոչ մի օրինակ նայեք, ես հանրային դաշտում փոփոխությունների մասին եմ խոսում։ Հանրային դաշտում չկա բացակայում է հիմա հանրային վերահսկող։ Հիմա նայեք, մենք Սեյրան Օհանյանի, ես միշտ եմ քննադատել բոլոր ղեկավարներին, բանակի եւ Սարգիսը կարող է վկայել որպես լրագրող, որ այդպես եմ եւ այդ թվում նաեւ Սեյրան Օհանյանին։ Բայց մենք
կազմակերպություններով, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներով մենք կազմակերպում էինք մեծ քննարկումներ, որին մասնակցում էր Պաշտպանության նախարարությունը առնվազն 5-6 մարդով։ Բազմաթիվ նույնիսկ մենք մեծ Արդյունքներ տալիս էին այդ հանդիպումները։ Իհարկե, դրան մասնակցում էին եւ տուժված մարդիկ, եւ նախ այդ խոսակցությունները դրանք շատ կարեւոր են, որ դա լսվում է, որ կա մտահոգություն, ինչ են պատասխանատուները, ինչի մասին են խոսում, ինչ են բացատրում, ինչ են փոխելու, չէ՞ որ այդ ամեն մեկ ընտանիք տղա է ուղարկում բանակ։ Սրանք շատ կարևոր հարցեր են, որոնք միշտ եղել է քննարկման։ Մենք նույնիսկ հանդիպումներ էինք ունենում Պաշտպանության նախարարությունում, Դավիթ Տոնոյանը, երբ որ փոխնախարար էր, մեզ հրավիրում էին, ասենք, երբ որ մենք աղմուկ էինք բարձրացնում, ասենք սոցցանցերում ունեինք այդ հարթակները, որ շատ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան։ ասեմ, Ժամանակը պարզապես սպառվեց, դեռ ժամանակ կունենանք։ Համարժեք էր։ Աննա, մենք անցնում ենք հաջորդ փուլին, հարգելի ունկնդիրներ, այս փուլում հիշեցնենք, որ մենք ընթերցելու ենք ձեր հարցերը, որ դուք ուղղում եք մեր հարգարժան հյուրերին։ Առաջին հարցը ես կընթերցեմ, Ադրբեջանը մտել է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք ու դուրս չի գալիս։ Թող դրա մասին մտածի մեր կառավարությունը, խոսում են նաև նոր դիրքերի մասին, ոնց հասկանանք, որ ապահով ու անվտանգ ենք ու պատերազմ էլ չի լինելու։ Պարոն Ղազարյան, գուցե դուք պատասխանեք այս հարցին։ Ադրբեջանը մտել է մեր սուվերեն տարածք ու դուրս չի գալիս։ Դա փաստ է, դա ոչ մեկ չի շղթում։ Ուղղակի Մատ sense բան ասեմ, էլի մեր հասարակությունը ինչ որ ստվար մասը կամ ոչ ստվար մասը մի քիչ լավ չի պատկերացնում հիմա այդ դուրս բերելու գինը։ Եկեք ենթադրենք, որ Հայաստանի կառավարությունը վաղը որոշում է հուշկու հարվածով, մաքսիմալ հուշկու հարվածով, sense Նիկոլ Փաշինյանը դրոշով ուղիղ եթերով ելույթ է ունենում, ասում է հանուն մեր նախկինների պետք է Ադրբեջանին ջախջախից հարվածով դուրս բերենք այդ տարածքներից։ Ու հուշկու հարվածով հարցակում ենք Ադրբեջանի վրա, չգիտեմ դուրս ենք բերում թե չէ, բայց ունենում ենք այն քանակի կորուստ։ Միևնույն ժամանակ հակառակ գործընթացը այն է, որ մենք ինչ որ ուղի պետք է անցնենք, այնքան կայանա մեր պետությունը ու բանակը ու դիվանագիտությունը, որ ավելի քիչ կորուստներով այդ ամեն ինչին հասնենք։ Միևնույն ժամանակ հիմիկվա հուշկու հարվածը, այնպես չի որ Ադրբեջանը հուշկու հակահարված չի տալու, այսինքն հասկանում եք այդ հայտարարությունների ու այդ պահանջների արժեքը ինձ հիշեցնում է ոնց որ կա ինչ որ մարդիկ, որոնք զինվորականներին, մեզ, պարոն գնդապետին, ով որ ծառայում է, պատկերացնում է ինչ որ կոմպյուտերային խաղի պերսոնաժ, որ ինքը պիտի նստի ինչ որտեղ այդ պերսոնաժը sense խաղա, մարդիկ զինվորականները այդան բում բամ հաղթեն բոլորին ու տարածքները հետ բերեն։ Բայց ինչ ենք մենք մեղադրում հասարակությանը։ Գուցե այստեղ կառավարության թերացումն էլ կա, որ լավ չի կարողանում բացատրել։ Ես կառավարության չեմ պաշտպանում, հասկանում եք, ուղղակի ես ուզում եմ, որ մեր հասարակությունը, որը պահանջում է գնահատի իրավիճակը ճիշտ, հավատացնում եմ, որ ինչքան զինվորական ես ճանաչում եմ, այդ հասարակությունից երևի այդ հարցը բարձրացնողից մի 100 անգամ ավելի շատ տառապում են մեր կորցրած հողերի ու մեր օկուպացված հողերի ու մեր զոհված ընկերների համար։ Ես շատ զոհված ընկերներ ունեմ, բայց միևնույն ժամանակ մենք գնահատում ենք, որ լինելու են հարյուրավոր, միևնույն ժամանակ հազարավոր կորուստներ, բայց հնարավոր է մենք հիմա այս պահին արդյունքի չհասնենք։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ընթերցենք հաջորդ հարցը։ Մեր հեռուստադիտողը հարցնում է. բանակում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել զենք զինամթերքից մինչև սնունդ։ Զինվորները ապահով են, սահմանային կրակոցներ էլ չեն հնչում։ Հնարավոր չէ զինծառայության համար սահմանված ժամկետը սարքել 1 տարի։ Պարոն Սահակյան, որպես զինվորական այս հարցին կպատասխանեք, եթե այս բոլոր բարեփոխումները ունենք, ինչու հնարավոր չէ էլ ավելի կրճատել ժամկետը։ Նայեք, անկեղծ ասեմ, հնարավոր է նաև կրճատը 1 տարի սարքած եւ չպետք է վախենալ նման որոշումներից կամ կայացումներից։ Ուղղակի ամենակարևոր հարցն եմ ուզում ասեմ։ Այդ բոլոր քայլերը կամ կրճատումները, դա կրճատում չէ, էլի լոկ, դա պետք է խնդիրներից ելնելով լինեն։ Եվ մենք սկզբնական պետք է նախընտրենք տեսնակ մեր ինչ խնդիրներ ունենք եւ ընդհանրապես մեր պոտենցիալը ինչքանով է հերիքում, որպեսզի մենք կոմպենսացնենք այդ բացը, այնուհետեւ այդ որոշումները ընդունենք, չվրազեք անպատրաստ առանց պլատֆորմայի նման քայլերի գնանք, էլի, այսինքն ոչ թե 1 տարի ու կես ինչ որ քաղաքական ներողություն մանիպուլյացիայի մեջ մտցնել ժողովրդին եւ վախեցնել կամ առավել եւս ուրախացնել մարդկանց այդ հարցով, դա պետք է գործնական քայլերով եւ խիստ հաշվարկված
ամեն ինչի լինի եւ մարդկային գործոնո եւ մանատիպ ասած ամենակարևոր խնդիրներն է կատարման ունակություն ուտքու եւ դիմակայության աստիճան այնուհետեւ նման որոշումներ կամ քայլեր իրականացնել եւ ընդհանրապես եթե խոսում եք նրա մասին որ մեր բանակը ինչ բանակ է մեզ դիտարկում եւ պատկերացնում որ հանրությունը իմանա իհարկե ես պատկերացնում եմ եւ շատ ուզում եմ որ մենք պրոֆեսիոնալ պատրաստված բանակ ունենանք բայց անձնական կարծիքս հետեւյալն է մենք չպետք է հրաժարվենք ամբողջական պարտադիր զինվորական ծառայությունից այս ուղղակի դրան ֆորմատը պետք է այլ կերպ լինի եւ ընկալումներն այլ կերպ պետք է լինի կարամ բացատրեմ բայց այդքան անհրաժեշտ կարևորը մենք պետք է իմանանք որ այո Կարծես պետության ռազմավարությունների մեջ էլ է, չէ՞, այդ ֆորմատով այո, մինչև 35 թվականը դա կա, ես բայց նորից եմ ասում, մենք սխալները անում ենք դա բանանելով արագացնելով այդ իրողությունը չպատրաստված պլատֆորմայից եւ ընդհանրապես տարածաշրջանում տիրող իրավիճակը միգուցե ոչ լիարժեք գնահատելով այդքան էլի։ Շնորհակալություն։ Եվս մեկ հարց ունենք։ Այո, այս հարցը ես ընթերցեմ բանակում ծառայությունը արդյոք արդար է բոլորի համար։ Ինչպես եք պայքարում ծանոթով հարց լուծելու կոռուպցիայի կամ անհավասար պայմանների դեմ, որ բոլորը հավասար ծառայեն, ի վերջո կոռուպցիան միայն բանակից ազատելը չէ, այլև նախընտրելի զորամաս երեխային տեղավորելը։ Տիկին Ալեքսանյան, թերևս դուք պատասխանեք։ Գիտեք հիմա այդ հարցից կան որ 1 տարի են առաջարկում կրճատել չէ բանակը իրոք կիսում եմ ամբողջությամբ պարոն Սահակյանի տեսակետը խնդիրներին պետք է ծանոթ խնդիրները պետք է վերանան հիմնական խնդիրները հենց թեկուզ կյանքի այդ հարցերը մարդկանց ու եւ հանրային այս բանն էլ է շատ կարեւոր էլի արձագանքը աջակցությունը բարձրաձայնելը ուղղակի այս հարցի մեջ պարունակում էին այդ տեսակ հարցեր կոռուպցիայի հետ կապված բայց ինչ էր հարցնում ինչպես պետք է պայքարել անարդարության ես ասացի որ շատ բարձր է գիտեք քնչական օրինակ հենց դեպքերը որոնք թեկուզ կոռուպցիոն կամ ինչ որ ուրիշ դեպքեր են տեղի ունենում օրինակ եթե որակվել է ինքնասպանություն բայց ունենք բազմաթիվ օրինակներ անառարկելի ապացույցներ կան, որ դա սպանություն է։ Բազմաթիվ օրինակ։ Բազմաթիվ օրինակներ։ Ինչ պետք է անեն։ Դա շատ կարևոր է բացահայտումը, որպեսզի կանխարգելվի հետագայում այլ դեպքերը։ Հենց այդտեղ է գալի արդարության այդ հարցերը շատ կարևոր են։ Ու այդտեղ նաև կոռուպցիոն ռիսկեր կան։ Ես դրա համար եմ այս օրինակը բերում, երբ որ սպանությունը որակվել է ինքնասպանություն։ Օրինակ մենք հենց հիմա մի գործ ունենք, որը ինքնասպանությունը 2 կրակոցով գլխին եւ հիմա 2 կրակոցով այո 2 կրակոցով ինքնասպանությունն է չեմ ուզում ուղղակի շատ օրինակներ կարող եմ բերել այդպեսի ուզում եմ ասել որ այդ պայքարը այդ գիտեք կոռուպցիայի այսպեսի շատ դրսևորումներ կան եւ զինվորները խնդիրներ են ունենում եւ որ նա արձակուրդ է գնում եւ իրանից գումար են պահանջում որ տանից ինքը իր հետ գումար տանի։ Ու հետո շատ է լինում, որ այդ զինվորը տուժում է այդ գումարը չտանելով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Եվ մեր վերջին հարցը։ Մեր հեռուստադիտողը հարցնում է պատերազմից հետո շատերը վստահությունը կորցրել են բանակի ու համակարգի նկատմամբ։ Ծառայությունը ել ավելի քիչ գրավիչ է դարձել։ Ինչ քայլերով եք պատրաստվում վերականգնել այդ վստահությունը, ոչ թե խոսքերով, այլ իրական գործողություններով։ Քանի որ այսօր չունենք մասնակից ներկա պաշտպանության նախարարությունից, գուցե որպես ռազմական փորձագետ, պարոն Ներսիսյան, եւ նաեւ մարդով տեղյակ է նաեւ այն քայլերից, որոնք արվում են այս գրավչությունը բարելավելու տեսանկյունից, գուցե պատասխանեք այս հարցին։ Սկսենք նրանից, որ վերջի իրի հարցումով բանակի վստահում է համարյա 80% Հայաստանի բնակչության, դրա համար հարցը, ասենց ասած, իդեալական չէ արդեն դրված։ Այո, ժամանակներ են եղել մինչև 20 թվական, երբ որ 90% ու ավել է եղել, որը հետո կտրուկ նվազեց պատերազմից հետո ստացվում է որ ինչ որ չափով ստացվել է վերականգնել, նույն ժամանակ իմիջիայլոց ես կարող եմ այդքան էլ կողմ չեմ, որ 95 կամ 99% դա լինի, հարցեր միշտ պետք է լինեն հանրության կողմից եւ պիտի լինեն մարդիկ, ով համաձայն չեն ինչ որ մոտեցումների հետ,
Բայց գլոբալ առումով ես կարծում եմ, որ այս հարցը ամենալավը հենց բանակի բարեփոխումն է ազդելու իր վրա, որ դա պատվավոր ծառայություն եւ աշխատանք լինի, որ այն մարդիկ, որ ընտրում են բանակի ճանապարհով շարժվել, դառնան սպա, իրենք երբեք խնդիրներ չունենան իրանց կյանքում, ոչ նկատի ունեմ պատվի հետ կապված, ոչ գումարների հետ կապված, սոցիալական հարցերի։ Եվ այդ ամեն ինչը վերջով այդ մարդիկ իրանք ընտանիքների մասն են Հայաստանի, հենց տենց էլ այդ ամեն ինչը կարող է ազդել եւ օրինակ զորակոչից խոսք գնաց, այդտեղ էլ մենք ունենք տարին պայմանական 15-20 հազար հոգի, որ գնում է ծառայելու, կարելի ասել սա Հայաստանը բանակն է, հենց ոնց էլ նայենք, սա Հայաստանը բանակ է։ Այս կամ այն կերպ բոլորը առնչություն ունեն։ Դրա համար իրանք այդ ամեն ինչը տեսնում են, ամեն ինչի մեջով անցնում են, եթե դա փոխվում է, հանրությունն էլ է հասկանում, որ փոխվում է։ Դա երևի ամենաճիշտ մոտեցումն է։ Շնորհակալություն շատ։ Եվ մենք հասանք մեր հաղորդման վերջին փուլին։ Այո, վերջին փուլում հարգելի հյուրեր, դուք ունեք յուրաքանչյուրը 3 րոպե ժամանակ եւ խնդրեմ կարող եք ամփոփել ձեր մտքերը։ Տիկին Ալեքսանյան, ձեզնից սկսենք։ Վերջին ձևակերպումից սկսեմ փոփոխությունը, որ իրենք չեն հրաժվել, իրենք որևէ քննարկման չեն մասնակցում։ Ես հաճախ եմ հրավիրվում քննարկումների եւ միշտ բացակայում է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։ Եվ այս հարցերը ինչու չեն ուզում շփվել հանրության հետ, ես զարմանում եմ ուղղակի։ Այդ հարցերը քննարկելով կարող են վերանալ, կարող են լուծվել, ասենք շատ ծանր են տանում, հատկապես շատ զգայուն է Պաշտպանության նախարարը, ասեմ ձեզ, ընդհանրապես բոլոր հարցերում ինչ որ բարձրաձայնվում է, շատ ծանր է տանում, ասենք, պետք է իդեալական կարծիք ձևավորվի բանակի մասին, եւ դա իրենց հաճելի կլինի։ Բայց չէ որ մարդիկ են զինվորներ են կամ ասենք այո ես համարում եմ որ Նիկոլ Փաշինյանի խոսքը բանակ անվտանգություն դա նսեմացնում է բանակին այդ ձևով արտահայտվել է բանակը դա զինվորն է մենք այս 30 տարի լսում ենք որ բանակը մեր անվտանգության երաշխավորն է ես չեմ ասում միակ բայց լսում ենք չէ բոլորս դա ինչ են մտածում ընտանիքները որ իրենց տղային ուղարկում են բանակ։ Չէ՞ որ մտածում են, որ դա մի անվտանգային համակարգ է, որ իրեն բայց հաստատ չեն ուզում, որ միայն իրենց ուսերին մնա անվտանգության համակարգը։ Չէ, ինքը ուզում է իր որդին գնա ծառայի հետ վերադառնա տունիք, ուրիշ բան չի ուզում, ինքը ուզում է ապահովություն իր տղայի համար, որը գնում է այնտեղ ծառայելու, դա կարծում եմ, որ շատ բնական է։ Երբ որ դու այդպես խոսում ես բանակի մասին, իմիջայլոց տոնով, դա չգիտեմ, վերաբերմունք է բանակի նկատմամբ։ Եվ ես բազմաթիվ ընտանիքներում եմ եղել եւ մենք բոլորին այցելում ենք այդ մահվան դեպքերը, որ լինում է եւ այլն։ Ես տեսել եմ շատ լավ ընտանիքներ, որոնք պատրաստական են իրենց որդիներին ուղարկել ծառայության, որոնք ունեն հրաշալի զավակներ, որդիներ եւ ուղարկում են իրենց ծառայության։ Եվ ես շատ կուզեմ, եւ ես շատ մտահոգ եմ, ես շատ սիրում եմ բանակը, զինվորին Ուզում եմ, որ այդ զինվորները անվտանգ ծառայեն եւ վերադառնան, որ մեր բանակը փոխվի, որ մենք այսպես աղոթենք մեր բանակի համար, որ հանկարծ մի բան չլինի այդ բանակին եւ ոչ էլ այն զինվորին, որ այնտեղ ծառայում է։ Այս սրա մասին պետք է մտածեն պաշտպանության համակարգի ղեկավարները, զինվորական ղեկավարությունը, ոչ թե որ դա իրենց անձնապես վիրավորում է, եթե դու մի խնդիր ես բարձրաձայնում։ Դուք ավելի լավ լուծեք այդ խնդիրները, փոխեք։ Եվ ուզում եմ մի բան ասել, բարեփոխումներ բանակում տեղի չեն ունենում։ Բարեփոխումներ, ես նկատի ունեմ մարդու իրավունքների ոլորտը, ես չեմ անցնում զենքերին եւ այլ, երբ որ կան մահվան դեպքեր, դա նշանակում է, որ բարեփոխում տեղի չի ունենում։ Վերջ։ Ու այդ քանակի։ Շնորհակալություն Տիկին Ալեքսանյան։ Այո, տեսնում եք Աննա, ինչքան կներեք, ինչքան կարևոր էր, եթե պաշտպանության նախարարությունից մարդ լիներ, Այո, գուցե եւ հակադարձող արձագանքեր Տիկին Ալեքսանյանին եւ գուցե եւ պարզվեր, որ Նաեւ այդ ուղղությամբ են բարեփոխումներ այո, արվում։ խնդրեմ։ Ուրեմն բանակի բարեփոխման հետ կապված երկու կարևորագույն գործոն կա։ Առաջի գործոնը դա մարդն է եւ մարդկային գործոնը եւ երկրորդ գործը դա զենքն է եւ մեր սպառազինությունը։ Ես եթե երկրորդից սկսեմ ասել, կարճ երկրորդ գործոնը
կարծում եմ շատ ավելի հեշտ է վերականգնել եւ այդ ուղղությամբ երկաթի հետ աշխատանք իրականացնել, բերել այն աստիճանի բանակի զորքերը ընդհանրապես, որպեսզի եւ սպառազինությամբ եւ դրան ապահովող միջոցառումներ իրականացնել, որպեսզի բոլոր միջոցները լինեն այն մակարդակի վրա, որը պետք է ժամանակակից բանակի համար։ Այստեղ շատ կարևոր է եւ ուզում ընդգծել մարդու եւ մարդկային գործոնը եւ ընդհանրապես բանակի այդ կերպափոխման այդ գործընթացը, որ պետք է իրականացնվի։ Եվ դրա մեջ ես նշում եմ առավել եւս մեր սպայական կազմի պատրաստության համար եւ կրտսեր հրամանատարների այդ նախապատրաստման աշխատանքները։ Եվ առաջին գործոնը դրա մեջ նշում եմ արդեն դրան բարոյական պատրաստության աստիճանը, ընդհանրապես գաղափարադաստիարակչության այդ մակարդակը, որ լինի այնպես, որպեսզի այն արժեքները, որոնք մենք ունենք, այդ արժեքները եւ տիրապետենք եւ սիրենք եւ պահպանելու համար պատրաստ լինենք այդքանը, գաղափարապես սկզբից լինենք պատրաստ, այնպիսի հասարակություն ունենք եւ այնպիսի զինված ուժ, որ հրամանատարից միջև վերջի զինծառայողը այդ արժեքը մենք իմանանք, որը պիտի պահպանենք։ Իմանալուց հետո արդեն սերը առաջանա եւ այդ սիրված արժեքը մենք ամեն ձևով փորձենք պահպանենք այդքանը։ Ոչ թե փորձենք, այլ վստահաբար ավելի մեծ եռանդով կպահպանենք։ Եվ ինչ վերաբերում է արդեն այդ մարդկային գործերի զարգացման հարցում, տեղ գրավական եւ կարևորագույն երկրորդ աշխատանքը, որ ասում պետք է իրականացնել, դա իհարկե մեր մասնագիտական պատրաստվածությունն է։ Երբեք չի լինում բանակում կամ զորքերում, եթե հրամանատարը գա ասե զորքի նստեք, ես ձեզ դաստիարակում եմ։ Նման բան չի լինում, նման զորք չի դաստիարակում եւ ինքը լավ արդյունքներ ցույց տալու։ Այլ այն զորքի հետ, որի հետ մարտական պատրաստությամբ են զբաղվում, եւ այդ զորքը հասնում է լավ եւ գերազանց գնահատականների, միայն այդ զորքն է ունակ լինի բարձր կարգապահություն ունենալը եւ միայն այդ զորքն է այդ գաղափարները առաջ տանում եւ այդ արկա զենքը եւ զինամթերքը օգտագործում ըստ էության եւ բարձր մակարդակի վրա։ Այսօր կարծում եմ մեր բոլորիս աշխատանքը պետք է ուղղված լինի նրան, որպեսզի մենք բարձրացնենք սերը դեպի մեր ժողովրդի, ասենք այդ պատմական արժեքների նկատմամբ։ Սերը բարձրացնենք դեպի մեր բանակի զարգացման իրա եւ սերը բարձրացնենք դեպի մեր բանակի ընդհանրապես գրավչության լինելու վրա, որպեսզի մենք կարողանանք հասարակության լավագույն շերտերից, ասենք կազմենք այն այսպես միջուկը, որը պետք է պաշտպանի այդ բոլոր արժեքները։ Շնորհակալություն, պարոն Սահակյան։ Պարոն Ներսիսյան, խնդրեմ ձեր հերթն եմ։ Ես կանրադառնամ երևի ամենակարևոր մի թեմային իմ կարծիքով դա կառավարումն է ու ես այդտեղ նկատի չունեմ մենակ տեխնիկական իմաստով, ամեն իմաստով կառավարումը բանակի դա երևի մեր ամենաթույլ օղակն է եղել 2020 թվականին, բոլորը խոսում են դրոններից, չգիտեմ, զինտեխնիկայից, ուրիշ հիմա իմ կարծիքով եւ շատ իմ գոլեգաների, եթե մենք ունենայինք, չգիտեմ, 1000 հատ իսրայելական դրոն, պատերազմը այլ ձևի չէր վերջանալու, որովհետեւ այդ ամեն ինչը ինտեգրված չէր լինի բանակի մեջ։ Հիմա գնաց այդ դրոնը իմացավ թիրախը որտեղ է, ոնց է ինքը փոխանցելու դա, ով է որոշում ընդունելու, ինչքան է դա ժամանակ տևելու։ Այդ հարցերը մենք չենք ունեցել լուծված 20 թվականին եւ շատ մոտեցումները մոտեին, ես կասեի, երկրորդ համաշխարհայինի վերջերին մոտավորապես շատ իմաստներով 70-ականներին, 80-ականներին, բայց 80-ականներին ԱՄՆ-ում օրինակ արդեն ինչը որ ես ասում էի կար, օրինակ հրետանում, ավիացիայում արդեն կար թվայնացված ղեկավարում։ Բացի դրանից մենք լուրջ կենտրոնացման ռեսուրսների խնդիր ունեինք, օրինակ որոշումներ ընդունելու համար հավաքվել ինչ-որ մի հատ շենքում 20 հոգով բարձրաստիճան սպա առաջնագծից 10 կիլոմետր ենկում հանդիպում անել, դա ընդունելի չի որևէ ձևի այսօրվա մարտադաշտում եւ մենք այդ օրինակը հենց Իրանում հիմա տեսանք շատ նմանատիպ, երբ որ առաջի օրը բոլորը զոհվեցին։ Բայց մենք էլ ունենք նման օրինակ, ճիշտ է չզոհվեցին, բայց հա, ավելի լայթ օրինակը, որովհետեւ դրոն էր, ոչ թե 500 կիլոյանոց ավիառում, բայո, բայց մոտեցումները այստեղ ինչի հետ եմ ես համատում։ Մենք հիմա կարող ենք, չէ՞, այս քննարկումը Zoom-ով անել օրինակ, բավականին
լավ կստացվեր, կարծում եմ, նաև Zoom-ով անել։ Հիմա եթե 100 հոգի կարող են այսօր տարբեր աշխարհի տեղերից իրար հետ կապվեն եւ քննարկեն ամեն հարց, ինչու դա բանակում չի կարող լինելու։ Այս հարցը Հայաստանի մասին չի մենակ, սա գրեթե բոլոր բանակների մասին է, նաև մեծ պետությունների, նաև ԱՄՆ-ի բանակի ինչ որ չափով։ Ինչու է ռազմական ոլորտը հենտընկել քաղաքացիական ոլորտից, շատ մոտեցումներով։ Այդ կառավարումը, որ ես ասում եմ, ստեղ ինչ որ ոնց որ քաղաքացիական աշխարհից կառավարման մոտեցումները, որոնք շատ ավելի առաջ են գնացել, փորձել ադապտացնել բանակի համար, համ անձնական կառավարման մոտեցումները, համ տեխնիկական նույն։ Այո, շնորհակալություն, խնդրեմ, պարոն Ղազարյան։ Եվ գուցե ձեր ամփոփման մեջ անդրադառնաք նաև այն խնդրին, թե արդյոք կիսում եք տեսակետը, որ հանրության հետ կապը հիմա շատ ավելի դժվարացել է եւ շատ ավելի զգայուն է դարձել նախարարությունը քննադատությունների հանդեպ։ Փորձեմ դա մի քիչ իմ ոլորտը, չի փորձեմ, քանի որ այդքան չեմ առնչվել դրա հետ։ Գիտեք, մեր հանրության մեջ բավականին երկար ժամանակ զինվորականը դա պարտադիր պետք է լիներ հայրենասեր առաջի հերթին ու հիմնականում միայն հայրենասեր, բայց ես կուզեմ, որ պետությունը ու մեր հանրությունը ավելի շատ հիմա բևեռվի պրոֆեսիոնալիզմի վրա, քանի որ օրինակ հայրենասիրությունն էլ պրոֆեսիոնալ կարող է լինել։ Նայեք, սենց ասեմ, հայրենասեր ու պրոֆեսիոնալը դա իդեալական տարբերակն է, բայց երբ որ կա ընտրություն հայրենասերի, միայն հայրենասերի ու ոչ հայրենասերի, բայց պրոֆեսիոնալի միջև, ու ես պետք է իր հետ գնամ մարտական գործողություն կամ մարտական առաջադրանք կատարելու, հավատացեք, բոլորը կընտրեն պրոֆեսիոնալին, քանի որ պրոֆեսիոնալը как минимум քեզ չի սպանի մի ամիտ տեղը։ Հասկանում եք, ու դա շատ կարևոր է այդ ընկալումը, քանի որ հայրենասիրություն դա մասնագիտություն չի, ու հայրենասեր մարդ, հայրենասիրություն դա էմոցիա է։ Հայրենասերին կարելի է մանիպուլացնել, կարելի է տեսակետի վրա ազդել եւ այլն, իսկ պրոֆեսիոնալիզմը դա թանկ հաճույք է, օրինակ պատկերացրեք, մենք անցնում ենք պրոֆեսիոնալ բանակի, մեր բանակի բյուջեն գոնե 2 անգամ պետք է ավելանա, այսինքն դա պետության պատասխանատու մոտեցումն է քաղաքացուն, որ պետությունը ասում է հարգելի 18 տարեկան, դու որ 2 տարի գնում ես բանակ, այդ 2 տարում այսօր տեխնոլոգիական աշխարհն այնց է զարգացած, որ դու եթե սովորել ես օրինակ C++, դու 2 տարի հետո կարող ես գաս բանակից աշխատանք չունենաս։ Արի ես քեզ տանեմ բանակ կես տարով, բայց պաշտպանության հիմնական ֆունկցիոնալը դնեմ այն մարդու վրա, որից ավելի շատ կպահանջեմ, պարտավորված եմ ավելի շատ փող ու պետական գարանտիաներ տալ, որը նաև պարտավոր է իր հմտությունները անընդհատ կատարելա գործի։ Այսինքն այս պատասխանատվությունը առաջի հերթին պետության առջև է դրվում, քանի որ նայեք անցած տարիներին ինչ է արվել, զինվորին տրվել է հայրենասիրություն, պատմական հուշարձաններ, պատմական հիշողություն, գրքեր հայրենասիրական, բայց չի տրվել ամենակարևորը՝ գիտելիք ու նյութական ապահովվածություն։ Եկեք մի հատ օրինակ բերեմ, անընդհատ բերում եմ զինվորներին այդ օրինակը, ստորաբաժանումը, մեր ամենահայրենասեր ստորաբաժանումն է աշխարհի։ Հայկական բոլոր էպոսները գիտի, Նժդեհի գիրքը անգիր գիտի, դու գիշերով տեղաշարժվում ես, ու այնտեղ նստած եմ չհայրենասեր թշնամի, բայց ինքը ունի ջերմատեսիլ սարք, քո ստորաբաժանումը չունի, քո հայրենասիրությունը առ ոչինչ է։ Այսինքն մեր պետությունը ու հասարակությունն նաև պիտի վերցնի իր վրա այդ պատասխանատվությունը, որ մենք մոտենանք պրոֆեսիոնալիզմին ավելի շատ, պրոֆեսիոնալիզմը մեր մոտ վերդասվի։ Իսկ այդ հանրության հետ կապերի հետ կապած, ճիշտն ասած, զուտ որպես օգտատեր եմ առնչվում, որ պաշտպանության նախարարությունը ոնց որ թե ամեն ինչը ճիշտ ժամանակին կոմենտներ անում, ես ուղղակի ստատիստիկան եմ նայ կորուստների 22 թվից համարյա 2 անգամ քչացել է, բայց կոմունիկացիաների այդ մասով չեմ կարող ասեմ, էլի։ Շնորհակալություն։ Սարգիս, մենք ավարտեցինք մեր հաղորդումը։ Այո, Շնորհակալություն հայտնենք մեր հյուրերին։ բավականին հետաքրքիր քննարկում էր Աննա Խոստովանենք, իսկ մեր ունկնդիրներին հիշեցնենք, որ բուն բանավեճը կարող եք դիտել ամեն շաբաթ երեկոյան ժամը 8-ին։ Շնորհակալություն եւ ստեսություն։